Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ շատ, պարոն Նահապետյան, իհարկե չէ, վերապատրաստումներից չեմ հարցնում, իհարկե բյուջեից եւս հարց ունեմ, բայց դե բնականաբար էս ընթացքում այդ ինչի մասին դուք նոր խոսում եք ընտրակաշառքների հիմքով ընտրությունների գնալու դեպքերի վերաբերյալ ես ինքս էլ իմ անունից ուզում եմ խնդրել ձեզ, որ հետընտրական ընթացքում էլ ամեն հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք այս շղթայի վերջ տալ, այսինքն շղթան միջև վերջ տանել, որովհետև ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շատերը ուղղակի այս շղթայի զոհ են դարել, բայց այնուամենայնիվ գնալ ընտրության եւ ընտրակաշառքի հիմքով ընտրություն կատարելը դա մեծ հանցագործություն եմ համարում, քանի որ այդպիսով շեղվում է Հայաստանի Հանրապետության ապագան եւ դու մենակ քո համար չես պատասխանատու, դու պատասխանատու ես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար եւ դա իրապես մեծ հանցագործություն է եւ շնորհակալ եմ նաեւ ձեր հետամուտ աշխատանքի համար, բայց կխնդրեմ ել ավելի ուշադիր լինել եւ եթե կարիք կա մեր աջակցությունը եւս պատրաստ եմ աջակցել։ Պարոն Նահապետյան, այստեղ բյուջեի ձեր ներկայացրած կատարողականը եւս ուսումնասիրել եմ մանրակրկիտ, մի այսպիսի տվյալ եմ հայտնաբերել ծառայողի գործողությունների եւ որոշումները դատախազին բողոքարկելու արդյունքում բողոքը բավարարելու դեպքերի տոկոսը, որը որ մի փոքր շատ քիչ -5.9%-ով ավելացել է, իհարկե բացատրությունը պայմանավորված է քրեական վարույթների աճով, այս մասով ձեր մեկնաբանությունը կուզենայի լսել։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան, այդ մասով նորմալ իրավական պրոցես է, քրեադատավարական պրոցես է, մենք չենք խուսափում դատախազների կողմից կայացած վարույթային ակտերից, եթե քննիչները որոշակի առումով թույլ են տվել խախտումներ եւ դատախազները դրանք նկատել են, բնականաբար նորմալ պրոցես է, որպեսզի այդ խախտումները վերացվեն, թե դատախազության կողմից եւ թե հետագայում նաեւ դատական վերահսկողության առարկա դառնալու միջոցով, այսինքն սրան մենք նորմալ ենք նայում, իրավական նորմալ պրոցես է։ Ինչ վերաբերում է աջակցության մասով, մենք իրականում ունենք մեր բոլոր քաղաքացիների աջակցության կարիքը այս ընտրական բնույթի հանցագործությունների դեմ պայքարելու հարցում եւ այդ առումով էլ կոմիտեն դեռևս ընտրություններից առաջ բարբերաբար իրազեկող ակցիաներ է իրականացրել, այդ թվում նաեւ կարճ հաղորդագրությունների տեսքով, այդ թվում նաեւ անիմացիոն տեսահոլովակների տեսքով, նաեւ արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված տեսահոլովակների տեսքով եւ մեր հիմնական նպատակը եղել է առաջին հերթին նախականխել այդ հանցագործությունները, այսինքն մենք չենք գնացել զուտ բացահայտման ցուցանիշների հետևից, մեր համար գլխավոր խնդիրը եղել է այն, որ մենք սերմանենք այդ իրավագիտակցությունը, որպեսզի քաղաքացիները հետ մնան այդ հանցավոր վարքագծից, որը իրապես խարխլում է պետության հիմքերը եւ այս առումով իրականում մեծ աշխատանք է տարվել եւ այդ աշխատանքը նաեւ հասել է տվել է իր պտուղները, քանի որ իրազեկող միջոցառումներից հետո մենք ունեցել ենք բազմաթիվ ահազանգեր ստացված մեր թեժքից ծառայությանը, ստացել ենք բազմաթիվ քաղաքացիների կողմից ներկայացված հաղորդումներ, որոնք առաջիկայում կամփոփվեն եւ թվային տվյալներով կներկայացվեն, այսինքն մենք ըստ էության չեմ կարող ասել ամբողջապես, բայց մեծապես նպաստել ենք, որ հանրության շրջանում ձևավորվի անհանդուրժողականության մթնոլորտ այդ բնույթի հանցագործությունների կատարման մեջ եւ ավելին հանրությունը ինքը նաեւ ներգրավի նշված հանցագործությունների դեմ պայքարում եւ դրա վառ ապացույցը ստացված նորից եմ ասում բազմաթիվ ահազանգերն են թեժքից ծառայությանը եւ ստացված ֆիզիկական անձանց կողմից ստացված հաղորդումները, բայց բնականաբար դրանք փոքր թիվ են կազմում, մենք հիմնականում մեր պայքարելու գործիքը եղել է օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը ինչպես մեր կողմից, այնպես էլ մեր մյուս իրավապահ մարմինների, մյուս գործընկերների կողմից, որոնք տվել են իրենց արդյունքը եւ ունենք հարյուրավոր բացահայտումներ։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Նահապետյան, կարող եք չպատասխանել, որովհետև ընթացքի մեջ են գործերը կամ կարող է վիճակագրություն այս պահին ունենաք, թե այս պահի դրությամբ ինչքան բացահայտված գործ ունեք, այս 100-ից ավել է, բայց 170 կամ 150 նմանատիպ թիվ եմ հիշում։ Շնորհակալ եմ, Տիկին Ղազարյան, մենք նաև այս վիճակագրական տվյալների մասով ենք պարբերաբար հաղորդագրություններ ներկայացնում մեր Facebook-յան կայքում, եթե չեմ սխալվում
հունիսի 8-ի կամ 9-ի դրությամբ մենք ունեցել ենք 115 քերական վարույթ, որոնցով քերական հետապնդումներ ենք հարուցել շուրջ 240-ից ավել անձանց նկատմամբ, նրանցից 100-ը կալանավորված են, մնացածի նկատմամբ կիրառված են այլընտրանքային խափանման միջոցներ, հիմնական հետապնդումները վերաբերելի են բնականաբար ընտրակաշառք տալուն եւ ստանալուն, ինչպես նաեւ ունենք բարեգործության արգելքի խախտման դեպքեր, սրանք ըստ էության հիմնական ցուցանիշները մենք ներառել եւ տեսահոլովակների միջոցով հանրությանը իրազեկել ենք այս մասով, բայց նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ հաշվի առնելով, որ կոմիտեն իրականում խիստ է նման տեսակի հանցագործությունների դեմ պայքարում, մենք նաև գնում ենք ավելի խիստ դատավարական հարգադրանքի միջոցների, այսինքն հիմնական դեպքերում մենք ընտրակաշառք տվող եւ ստացող քաղաքացիների նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանամիջոցը կիրառելու, դա կարող է լինել կալանք կամ տնային կալանք կիրառելու միջնորդություններ ներկայացնելով դատարան եւ նաեւ ասեմ, որ մենք նաև դատական դեպարտամենտից տեղեկացանք համապատասխան հաղորդման միջոցով, հաղորդագրության միջոցով, որ մեր ներկայացրած խափանամիջոցների միջնորդությունների գրեթե 90%-ը բավարարվել են դատարանների կողմից եւ 10-ի դեպքում է, որ դատարանները նախաքննական մարմնի հետ չեն համաձայնվել եւ կիրառվել են այլընտրանքային խափանամիջոցներ կամ առհասարակ չի հաստատվել հիմնավոր կասկածը։ Շնորհակալ եմ։